Այս մեկը երևի ես վերցնեմ, շատ լավն է։ Ում համար ես ուզում վերցնել, Իրա ջան։ Դվարնի քրոջս։ Պիտի գնանք իրան տեսնենք։ Հա, վերցրու։ Եթե հիմա մոտդ փող չկա, ոչինչ, հետո կտաս։ Չէ, կա, ինչքան է։ 5000 դրամ, Իրա ջան։ Հեսամիջով է։ Ապրես, թող ձեր բալիկը առողջ մաշես շորիկը ու չհիվանդանա սրա մեջ։ Մերսի Լիան ջան, դե լավ, ես էլ գնամ գործեր ունեմ, հա։ Ասի ջան, հաջողություն։ Վարվերա։ Որև լիպո։ Ես արդեն դուս ես եկի աշխատանքի։ Հա, երեկվանից։ Լիպո ջան, ես գնամ հիվանդի մոտ, որ ազատ լինես մի հատ մոտեցի հիվանդի անալիզներն այնք։ Եղավ Արմին ջան, անպայման։ Դե լավ լիպո, այդ դեպքում ես էլ գնամ գործեր ունեմ։ Չէ, Երա ջան, մի վարքյան խոսալու բան ունեմ, խնդրում արի գնանք մեր սենյակ, հա։ Լավ։ Նստի Երա ջան։ Մերսի։ Երա, այդ ինչ ես տենց թանկ մեջքիդ հետևում։ Հեչ, լիպո։ Երեխու շորա։ Երեխու շոր։ Հա, դվայորնի քրոջս երեխու համար եմ առել։ Երա, առը չէ, որ քեզ առել ես, ասեմ շնորհակալություն նրա համար, որ դու գնացիր Զիտայի հետ խոսեցիր։ Կարիք չկա շնորհակալություն հայտնելու, որովհետև նախ եւ առաջ դա ինձ համար եմ արել, որ խիղճը հանգիստ լինի։ Ես չգիտեմ դու դրան ինչ անուն կտաս, բայց ասեմ, որ դու Զիտայի հետ խոսալուց հետո Զիտան լրիվ իմ հանդեպ վերաբերմունքը փոխել է, ու մենք հիմա միասին ենք։ Շատ ուրախ եմ ձեր համար լիպո, քո, Զիտայի, ձեր երեխայի։ Ու հուսով եմ, որ ձեր կյանքում էլ նման պրոբլեմ չի կրկնվի։ Ես էլ եմ հուսով Երա, ու ես ցանկանում եմ, որ դու էլ այդ երեխայի բերկրանքը զգաս, դու չես հավատա, բայց դա մի ուրիշ զգացմունք է։ Հուսով եմ, որ քո կողքին կլինի մի անձնավորություն, որ կհոգա թե քո, թե երեխայի մասին։ Լիպո, ես աշխատանքից որոշել եմ ազատվել։ Բայց ինչի համար, չէ՞ որ մեր մեջ արդեն լրիվ պրոբլեմները վերացած է։ Չէ, ուղղակի ինձ նոր աշխատանք են առաջարկել մասնավոր կլինիկայում ու պայմաններն էլ ինձ բավարարում են։ Երա, բայց մեր մոտ էլ լավ հեռանկարներ կան, նոր բաժանմունք են ուզում բացել ու ես կմիջնորդեմ, որ քեզ ընդեղ աշխատանքի վերցնեմ։ Չէ, Լիպո, մերսի, բայց ես արդեն որոշել եմ։ Երևի մի ամսից արդեն կգնամ։ Բայց հուսով եմ մինչև գնալդ գոնե քո պարտականությունները նորմալ կկատարես։ Անպայման, Լիպո։ Լավ, ես գնամ, գործեր ունեմ։ Հաջողություն։ Հաջողություն։ Բարև Լիպո։ Բարև Գրիշ ջան, ես խո բան չի եղել ախպեր, Աստծոց Արկա ասու չէ Լիպո ջան։ Մեր ընկերներից մեկը ստամոքսի պրոբլեմ ուներ, ըստ ձեր մոտ բարկացա, եկել էի տեսության, հետո էլ ասեցի կամ մի հատ քեզ տենամ, մի քիչ ինձ խորհրդակցելու բան կա հետդ։ Ասա Գրիշ ջան, ինչով կարամ կօգնեմ, ցավ տոնը։ Աբուլիքսը սիրարվել իրենց դասարանի աղջիկներից մեկի վրա։ Բայց դա ինչ կա ցավտանեմ։ Մենք բոլորս էլ այդ տարիքում սիրարվել ենք մեր դասարանի աղջիկի վրա։ Այ Լիպո ջան, այն մեր ժամանակները մի համեմատի հիմիկվա հետ։ Ես երեխեքին դու լավ չես ճանաչում։ Սրանց որ թողես ես որ բանից էլ կամոստանան իրար հետ ցավը տանեմ։ Լավ։ Ճիշտ է, հիմիկվա սերունդը մի քիչ զարգացած է, կարելի ասել մի քիչ չափից շատ է զարգացած, բայց ոչ են աշճանի, որ այս տարիքում ամուսնանան։ Լավ, քեզ մի հատ բան հարցնեմ, Լիպո։ Դու որ Աբուլիկի տարիքին էիր, գիտեիր թե սոթվի հեռախոսը ինչ բան է։ Հա, գիտեի, բայց ամեն մարդու ձեռք չկար այդ հեռախոսը։ Այ ապրես, բայց իմ երեխեն ամենաշատը 2 ամիսը մեկ հեռախոս է փոխում, ու ինքն էլ ամենավերջի մոդելների հեռախոսներից է բռնում ձեռը, որ քաղաքում մի հատ կամ 2 հատ է։
ու հիմա էլ վաբշե հաբրգել է, ասում եմ մաշնեն տուր, մեկ-մեկ դրանով դասի գնամ, պատկերացնում ես։ Հա, Գերիչ ջան, այդ ամեն ինչը պատկերացրի, հասկացա, բայց չեմ հասկանում, ի՞նչն է քեզ մտահոգում, որ Աբուլիկը սիրահարվել է իր դասարանի աղջկա վրա։ Ինձ ոչ թե մտահոգում է, որ Աբուլիկը սիրահարվել է Լիպո, այլ մտահոգում է, թե ում երեխու վրա է սիրահարվել։ Ում երեխու վրա որ։ Ես չգիտեմ, ախպեր։ Հասար հետաքրքրվել եմ այդ մարդով, ոչ մեկ բան չգիտի դրա մասին։ Այդ կորած մոլորած մարդ է, ոչ մի սեփական բան չունեն ախպեր։ Ու լեյետի քիչ է, մի հատ էլ ամբողջ ընտանիքով Ամերիկա ենք ուզում գնալ։ Ահա, ախպեր, բայց ինչի մասին ես մտածում, Գերիչ ջան։ Կգնան նրանք Ամերիկա, Աբուլիկն էլ իր համար մի հատ սիրային նոր օբյեկտ կգտնի։ Բա որ մինչև դրանց գնալը, բռնեց ու փախցրեց այդ աղջկան Լիպո, ինչ եմ անելու այդ ժամանակ։ Լավ, էլի Գերիչ ջան, մի քիչ չափազանցնում ես ցավը տանը։ Նախ Աբուլիկը այդ երեխուն չի փախցնի։ Երկրորդն էլ, մինչև մեծանան 100 անգամ կսիրահարվի, կհիասթափվի։ Դու հիմա ինչ ճիշտ չես հասկանում Լիպո։ Այս աղջիկը կմեծանա, այդ ժամանակ ճիշտ է գճոգես թե ինչ եմ ասում։ Էդ էլ կա, ճիշտ ես ասում Գերիչ ջան։ Լավ, հիմա կոնկրետ ասեմ թե ինչի համար եմ եկել։ Ասա Գերիչ ջան։ Սեր հիմա դառնոցում դեղ մեկ չունեք, որ Աբուլիկը սխմի այդ սիրահարվածությունը անցնի։ Գերիչ ջան, բժշկությունը դες դեր չեն արել, որ սիրահարվածություն անցկացնի։ Հա, բախի գնարեք որ, ձերը կտրե թափելն է։ Գերիչ ջան, ասեմ քեզ, որ ես թերապևտ եմ, ես ոչ կտրում եմ, ոչ էլ թափում եմ։ Կապ չունի, դու էլ մարդկանց դեղի վրա ես նստեցնում։ Լավ, ես գնամ Լիպո ջան, տնեցիներին կբարևես, ինչև ես մի քանի վաղ կգամ տենամ, կարոտել եմ սաղիդ։ Եվամ, բարեմ Գերիչ ջան, հաջողություն։ Հաջողություն, ես գնացի։ Գերիչ, սիրահարվածության դեմ դեղ։ Կույրիկ ջան։ Մամ, ինչ կա ու թե սոված ենք։ Ճաշը մի կես ժամից կլինի, կդիմանաս։ Հա։ Ինչ է, չես տրամադրություն գցի։ Հես Արբին կացի մենք էլ կիմանանք։ Ես։ Հա, դու։ Կույրիկ ջան, ես ինչ գիտեմ քո տրամադրությունը չի անկած։ Ես ինչ գիտեմ, ես մարդկանց մտքերը կարդալու ունակություն չունեմ։ Հերիքա, հա քեզ մի ամիտի տեղ դնես։ Հələ դու մի հատ ինձ բացատրի, ինչ էր գնացել Կարինեի մորտուն, հա? Ինչ էր այնտեղ կորցրել։ Այս քեզ ով ասաց։ Վերես մինա ես բան չեմ ասի։ Ինչ կարևոր ա ով ասեց է։ Կարևորն է նա, որ քո այցելությունից հետո իմ հարցները ոչ երբեք իրար հետ խնդրեմ չեն ունեցել, մի հատ թթու խոսք երբեք իրար չեն ասել, այսօր իրար միս էին ուտում։ Մե։ Լուրջ ես ասում, մա։ Կարան ու Զիտանը իդ վիճվել են։ Հա, վիճել են կնյաս։ Ու եթե կողքից մի անծանոթ մարդ նայեր, կկարծեր թե դրանք ողերին թշնամիներ են, հենց էին գորգորում իրար վրա։ Ես Կարինեին դեռևս այդ վիճակում չէի տեսել։ Լավ, ես հիմա ամեն ինչ կպարզեմ։ Պետք չի նստի տեղդ։ Պետք չի։ Չհամարցակվես, ձայնդ անգամ բարձրացնես Կարինեի վրա։ Ես պիտի պարզեմ նախ, թե ինչ ա տեղի ունեցել, հետո։ Դե ասա Արբի, քեզ ենք լսում։ Կարինեն ասեց, որ դու բոլոր հարցերի պատասխանները գիտես։ Ախր Կույրիկ ջան, ես չէի ուզենա, որ դու այս խոսակցության մասին տեղյակ լինեիր։ Արդեն ուշ արդարանալու համար Արբի, ես պիտի իմանամ, թե իմ հարցները ինչի են կռվել իրար հետ։ Դե։ Դե խոսան ես, թակուն ես պահում, ոնց որ պետական գաղտնիք է։ Պետական գաղտնիքից վերանա դու պատկերացնում ես այդ խնամների վիճակը, երբ որ մեր հետ այս խոսակցության մասին իմանա։ Հա, նախանձելի չի նրանց վիճակը, որովհետև նրանց պատճառով իրանց երեխեքը կռվում են իրար հետ, թշնամի են դառնում իրար։ Դե խոսի Արբի, վայ։ Հերես գոռում լեղաչակ եղա։ Ո՞նց որ երեխա լինես։ Մի ժամ պիտի համոզենք, որ մի բան ասես։ Դե լավ կասեմ, մեղքը ձեր վիզա։ Ուրեմն ես իմ կարճ խելքով գնացել էի Սատենիկենստում, որ կնյազ ջան զոկանջիդ համոզեմ, որ այդ միջադեպի մեղավորը մենակ ես եմ, դու մեղք չունես։ Հետո եւ ինչ, եւ գնացի տեսնեմ Ռոզան այնտեղ արդեն։ Ես արդեն գիտեմ այդ մասին, հետո Հետո այն որ իմ այդ
ներկա գտնվելու պահին խնամիները այն տեսակ բաներ էին ասում կնյազիս ու Լիպոյիս մասին, նաև բոլորիս մասին։ Դու քո խնամների մակի թարիչքը գիտես։ Հա, գիտեմ։ Չեմ էլ կասկածում նրանց բան բասելու ու մարդկանց հետևից խոսելու մեծ ընդունակությունների վրա։ Ես ուղղակի ուզում եմ իմանալ, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ Զիտան ու Կարինեն կռվել են իրար հետ, հա։ Դե հիմա ես հստակ չեմ կարող ասել, բայց ինձ թվում է իմ հեռանալուց հետո իրանք մտածել են, որ ես կարող եմ գամ տուն ու այդ ամեն ինչը ասեմ։ Երևի զանգելա Ռոզան իր աղջկան ասելա, մեղքը գցելա Սատենիկի վրա, Սատենիկն էլ զանգելա իր աղջկան, մեղքը գցելա Ռոզայի վրա։ Հա, 100%-ը տենց է եղել։ Մեկը մեկին զանգել իր վրա են գցել, դրա համար էլ հարցն հետ կռվել են։ Երևի իրանց վեճը նաև շարունակվել է ինձանից հետո, ես չեմ կարող ասել։ Հիմա տեսնում ես, Արբիկ, դու ինձ միշտ մեղադրել ես այն բանում, որ ես անտեղի տեղը իմ խնամիներին մեղադրում եմ խառնակցության մեջ։ Բայց հիմա տեսնում ես, որ ես ճիշտ էի, հա։ Բայց դրանք մարդ են։ Չեն հասկանում, որ իրանց գզվրտոցի պատճառով իրանց երեխեքը թշնամի են դառնում իրար։ Բայց ինձ կարելի է, չեն ամաչում, հա։ Քույրիկ ջան, ես գիտեմ, ամաչում են, չեն ամաչում, բայց դու ճիշտ էիր ասում։ Ճիշտ էիր ասում, ես հիմա համոզվեցի դրանում։ Քեզի ասեմ, որ չվիրավորվես, էլի։ Քեզի շատ սարսափելի խնամներ են բարին ասել։ Լավ, ես հիմա կարը հետ խոսամ, մանրամասն ամեն ինչ կիմանամ։ Դասի տեղդ կինես։ Դասի տեղը։ Ինչի՞ մա։ Պետք չի։ Դասի ես քեզ կասեմ ինչի։ Հիմա կասի ինչի։ Կարինեն ու Զիտան մեղք չունեն, որ վիճել են իրար հետ։ Մեղքը նրանց մայրերինն է։ Եվ դու Լիպոն չհամարցակվեք հանկարծ, բարկանալ նրանց վրա։ Ու ես նրանց հետ կխոսեմ ու շատ լուրջ։ Քույրիկ ջան, ասենք այդ խոսելը դու ոնց ես պատկերացնում։ Իրանց պետք է կանչես այստեղ մեր տուն։ Եթե գիտես ինչ պայթյունավտանգ իրավիճակ կլինի, եթե այստեղ մեր տան մեջ հավաքվեն Կարինեն, Զիտան, Ռոզան, Սատենիկը, եւ դու։ Շատ լավ էլ պատկերացնում եմ, Արբի։ Ու այս անգամ ես չեմ նրանց հրավիրելու եմ մեր տուն։ Կզանգեմ իրանց, թող որոշեն, թե որտեղ ենք հանդիպելու, այդ ժամանակ էլ ես կգնամ ու կխոսեմ նրանց հետ։ Ես քեզ հետ կգամ, ես քեզ մենակ չեմ թողնի։ Դրանք որ բորբոքվում են, շատ վտանգավոր են դառնում։ Հաստատ, Արբի։ Բայց դու չգիտես, թե ես ինչքան վտանգավոր եմ դառնում, երբ որ բորբոքվում եմ։ Ես կգնամ, ոնց որ պետք նա նրանց հետ կխոսեմ ու կգամ։ Իսկ դու կնյաս, միջև այդ, Կարինեի հետ եթե ուզում ես խոսես, խոսի, բայց ոչ մի դեպքում չբարկանաս նրա վրա, հասկացար։ Հասկացա։ Կնյաս, ասում եմ, երևի մամայիդ չպետք է ասենք այս խոսակցության մասին, հա։ Լավ էլ պետք է ասենք։ Թող դա ոնց որ պետք է դրանց պետք լավ դրսնի։ Դրացնելը ո՞րն է այդ տղա։ Մամային կարծնես, այս բարի իմաստը քեզ կբացատրի։ Ոնց ես Զիտան։ Մի րոպե։ Ասա կնյաս։ Ինչ ա եղել։ Կարինեից հարցը թող ասի ինչ ա եղել։ Ես Կարային էլի կարծեմ, ուզում եմ իմանամ իմ հետ խես դարսում։ Ես քո չեմ դարձվել, ուղղակի գլուխս ցավում է։ Այդ գլխա ցավակն էլ որ չել ինչ եք անելու դուք։ Բայց ես կատականները տրամադրություն չունեմ, հա։ Դա սպասի, դες ինչ եմ ասում։ Անկախ եմ բանից, Զիտա, ինչ հարաբերությունների մեջ եք դու Կարան, ես չեմ ուզում որ այդ հարաբերությունները հետո ռևերս անեք իմ ու Լիպոյի վրա։ Ասեմ ավելին, հույս չունենաք որ ձեր կռիվների պատճառով ես ու Լիպոն իր հետ կարող է կռվենք։ Ես այս տանը թազա հարց չեմ կնյաս, ու տան ադատները ինձ մի բացատրի, ես ամեն ինչ շատ լավ գիտեմ։ Դե որ գիտես Զիտա ջան։ Ուրեմն այնց արա որ մենք չզգանք։ Ես ինչքան հասկացա դու անիմաստ տեղն եք իր այդ վիճակը։ Գիտես հիմա տրամադրություն չունեմ այդ թեմայով խոսալու, թող մնա հետո կխոսանք, հա։ Չէ, հետո խոսալու կարիք չկա, ինչքան ջոգեցի մենք իրար հասկացանք։ Հա, հասկացանք կնյաս։ Ավելի։
ո՞նց ես կնյոց։ Դա անտիր մանավանդ այն բանից հետո որ իմացան ոնց եք այսօր հավեսում Զիտայի հետ կռվել։ Ինչ ես խոսում, բան չունես ինձ ասելու։ Չգիտեմ ինչ ասեմ, կնյոց։ Ինչ գիտես որ։ Պրոստես չեմ հասկանում, այդ ոնց եղավ որ մինչև մեր ամուսնանալը Զիտայի հետ մոտ ընկերուհիներ էիք, ամեն հարցում իրար պատժեշկա եք անում, բայց այսօր որոշեցիք որ իր հետ պետքա կռվեք։ Ավելավա չպատմեմ կնյոց, առանց ունել այդ վեճից հետո տեղից չեմ գտնում, չգիտեմ մամայի դեմքին ոնց եմ նայելու։ Չէ դու ասա։ Թե են հայկական տրադիցիաներով որ հարցները պետք է անպայման իր հետ կռված լինեն, դուք էլ մտածել եք դե խիացից պակաս մնա, մի հատ էլ մենք կռվենք, հա։ Կնյոց ես մամային էի պաշտպանում։ Աղջի ջան, քո մաման քո պաշտպանության կարիքը չունի, առավել եւս Ռոզայից։ Կնյոց չեմ հասկանում, հիմա Զիտային ես պաշտպանում, ուզում ես այդ սաղ վեճի մեղքը իմ վրա բարթես։ Ես ոչ քեզ եմ պաշտպանում, ոչ Զիտային։ Այդ էլ պակաս մնացել որ ձեր կռիվների պատճառով ես մեղավոր ու անմեղ մանգամ։ Կամ գնամ Լիպոյի հետ կռվեմ, իրար հետ պարզենք թե մեր կնանիկից ով է ճիշտ, ով սխալ։ Պրոստը չեմ հասկանում, այդ ի՞նչ պատճառ ա եղել որ դուք իր հետ կռվել եք։ Շատ հիմնավոր պատճառ ա եղել կնյոց։ Որովհետև Զիտայի մաման ասել է որ մաման ու Արբիկերը սիրեկաններ են։ Լուրջ ես ասում։ Հա կնյոց լուրջ եմ ասում, ոչ մի ծիծաղալու բան չկա այդտեղ։ Դու լավ էլ ծիծաղալու ես, զարմանում եմ ոնց ես այդ տափակությանը հավատացում Զիտայի հետ կռվել։ Կնյոց ես հասկանում եմ որ այդ Զիտան չի ասել, այլ իր մաման։ Բայց ինձ վիրավորեցին, որ ինքը համամիտ էր իր մամայի հետ։ Լսի աղջիկ ջան, եթե այս բանը ինչ-որ ուրիշ մեկը ասել, լեհելի կհասկանայի։ Բայց ես զարմանում եմ ոնց դու կամ մեր հետ հավատում Ռոզայի ասածներին։ Այդ մարդու համար աշխարհում նորմալ մարդ չկա։ Ինչ-որ մեկի սիրածնա կամ սիրեկան։ Կնյոց ախր դու այդ կնոջը լավ ես ճանաչում։ Դու ախր հասկանում ես, որ ինքը կգնա իրենց հարևաններին կազի, հարևանները էլ ինչ-որ մարդկանց ու այդ լուրը տենց կտարածվի ու վերջը ոչ մեկ հաշվի չի նստի նրա հետ, թե որտեղից է, ումից է այդ լուրը դուրս եկել։ Լավ է հասկացանք։ Բա ոնց է եղել, որ մեր հետ ու Ռոզան քերու գնալուց հետո իր հետ վիճել են։ Դե, մաման հավատացել է քերու ասածներին, որ դու մեղք չունես այդ պատմության մեջ, որ Զիտայի մամային ընդհանրապես դուրս չի եկել, ինքը կատաղել է դրանից հետո։ Իսկականից հավատացել է։ Հա, կնյոց, իսկականից մաման հավատացել է։ Ու հավանաբար Ռոզային նաև դուր չի եկել են, որ մաման համամիտ չէր Ռոզայի հետ, ձեր ընտանիքի հետ կապված։ Ուրիշ բան արեք, բարիշեք Զիտայի հետ ամոթս, սիրուն չի։ Համեստից պրծանքը մի նորից ձեր կռիվներով մերս պետք է տառապի։ Կնյոց, եթե ուզում ես ճիշտ իմանաս, ես ավելի շատ ոչ թե նեղվել եմ Ռոզայի ասածներից, այլ նրանից, որ Զիտան ասաց կռվի մեջ, որ որոշ մարդկանց դուրս չի գալիս են, որ ինքը հետ է վերադարձել տուն։ Ինքը որոշ մարդիկ ասելով ինձի նկատի ուներ։ Մաման լավ խոսք ունի, ասում է կռվի մեջ ճիր ու չամի չեմ բաժանում։ Մարդը ներվայնացել է, մի բան ասել է, ուշադրություն մի դարձել։ Վախ, մաման ջան։ Այդ քնում ես։ Շորը թանի նոր պարկ է։ Շատ լավ։ Շեֆ, Սոգորն է եկել։ Ասա թող ներս գա։ Շեֆ, ասում Սոգորն է եկել։ Հասկացա, Լովիկ, ասա թող ներս գա։ Հա, բայց այդ մարդը ուզում էր քեզ խփել, չէ՞։ Լովիկ, ես հիմա այնքան էլ ուերենի չէ, որ ինձ ուզում էր խփել։ Ասա թող ներս գա։ Լավ, շեֆ ջան։ Բայց ամեն դեպքում դրան հետևն եմ։ Հա, ասա թող։ Արև Վազգեն։ Վարև։ Նստի։ Ոնց ես քեզ զգում, Վազգեն։
ոնց կարա իրան զգա մարդը, ում վրա կրակել են։ Հա, չի կարա լավ զգա։ Որ իմացա, որ ես դեպքը քեզ հետ կատարվել է, ինչ շատ վատ զգացի Վազգեն։ Դաժե ուզում էի գայի մոտդ հիվանդանոց, բայց հետո ինձ բացատրեցին, որ դու կասկածում ես, թե իբր ես եմ կազմակերպել այդ բանը։ Դրա համար էլ որոշեցի տուն գաս հետո գամ։ Հա։ Ինչ, չպետք է կասկածեի։ Չէ, Վազգեն, չպետք է կասկածեիր։ Ես ու դու աղբոր պես ենք եղել իրար հետ։ Ու քանի հովոն չկար, մենք պրոբլեմ չունեինք։ 20 տարի իրար հետ աշխատել ենք, մի սև կատու մեր մեջով չի անցել։ Ու հոմի որ այդ հովոն ստեղա, ես ու դու որ 100 տարվա ընկերներ ենք։ Կասկածում ենք իրար ինչ-որ բաների մեջ։ Ինչ-որ բաների մեջ չէ, իմ վրա կրակել են։ Ու ես որ հիմա ողջ առողջ եմ, դա զուտ պատահականության շնորհիվ է։ Լսի դու հաստատ համոզված ես, որ այդ զակազը ես եմ տվել Վազգեն։ Հա։ Ինչի, որ են ջահել տղեն ասել է թե Սոգոլի զակազով են կրակել, հա։ Ինչա դա քիչ է։ Վազգեն ջան, ախպեր ջան, արի ես հարցին ուրիշ տեսանկյունից նայենք։ Ես ինչի պետք է քո վրա կրակել տայի։ Իմ չարը որն է, ես ու դու իրար հետ լիքը գործ ունենք դրած։ Չէ, քյարը չէ, քյար չունես, պարզապես մուռ ես անում։ Ես տարա հովոյի փողերը հետ տվի, իսկ դու չէիր ուզում։ Վազգեն ջան, դու շատ բան չգիտես, ես էլ եմ հովոյի փողերի կեսը տվել, ու մյուս կեսն էլ եմ տանելու տամ, ու այդ տիպովը չի է, որ ես քո վրա կրակեի։ Բայց դու էիր չէ ասում, որ փողերը հետ չտամ, հլը դու էլ չէիր ուզում տալ, բայց ոնց ստացվեց։ Վազգեն, երբ տունը կռիվ անգնում, դրսում կանգնած մարդն է շահում։ Հիմա ես ու դու ներսի մարդ ենք, հովան դուրսը կանգնած սպասում է, ու պլյուս դրան ուզում է ինձ ու քեզ իրար հագցնի, որ ինքը կրած դուս գա, քո վրա հովոյի զակազով են կրակել։ Չեմ հասկանում, Սոգոլ, ինչի, ես այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում հովոյի համար։ Չէ, Վազգեն ջան, ես կամ դու առանձին ոչ մի վտանգ չենք ներկայացնում, բայց մենք միասին ուժ ենք, ու պլյուս դրան հովոն քո վրա կրակելով ուզեցել է ցույց տա, որ ինքը չի ներում են մարդկանց, ովքեր իր ճանապարհին քար են գցում։ Սոգոլ մի հարց տամ, բայց տղամարդու պես պատասխանի։ Չի ես եկել։ Էդ եկել ես, որ ինձ ասես, թե այդ կրակոցների հետ կապ չունես։ Այդ ամեն ինչը դու ինձ կարող էիր հեռախոսով էլ ասել։ Վազգեն ջան, մեծացել ենք ախպեր ջան, ես ու դու, ու մեր հետևից եկող մարդ չկա, հարմար զամեն չունենք մեզ փոխարինով, այս ջահելների վրա էլ հույս դնել չի լինի, գլխներում մի գրամ ուղեղ չկա։ Վազգեն ջան, հիմա շատ դժվար է հավատարիմ ընկեր ճարելը, ու դրա համար ես չեմ ուզում ախպեր ջան, ուզում եմ, որ մեր մեջ, իմ ու քո մեջ խաղաղությունը լինի։ Ես չեմ ուզում, որ իմ 100 տարվա ընկերը իմ թշնամին լինի։ Այ ախպեր, ես լավ ընկերոջը հարգող մարդ եմ, Վազգեն։ Վարդան, այդ հովոյի աղջկա հետ կապված ինչ պատմություն է։ Ինչ պատմություն, Վազգեն ջան։ Չգիտեմ, ինչ-որ մարդիկ են զանգել ու գրաժատ են արել հովոյին, իբր եթե իրանց ուզածները չկատարի, երեխուն վնաս են հասցնելու։ Հա, այդպես բան եղե, ես խաբար չեմ։ Հա, եղել է։ Հովոն ու Գոքորը եկել էին մոտս հիվանդանոց։ Ուզում էին պարզեին, թե ովքեր են այդ մարդիկ։ Վերջը բանը հասավ նրան, որ Գոքորը զենք էր ուզում հանել վրես։ Ինչի այդ Հովոն ու Գոքորը չգիտեի, որ դու այդ ժամանակ հիվանդանոցում պարկած ես եղել։ Բանն էլ հենց էդ է, որ ես այդ թեմայի հետ ընդհանրապես կապ չունեմ։
Բայց Հովոն համոզված է, որ ես ճանաչում եմ այդ տղերքին ու իբր օգնում եմ իրանց։ Այդ տեսնում ես Վազգեն ջան, տեսնում ես, որ ես ճիշտ եմ Հովոյի հաշվով։ Հովոն հիմա Մոսկվայում մեծ խնդիրներ ունի։ Թողել եկել այստեղ ու ուզում է մեզ վարի տա երկուսիս, որ մենակ ինքը տերություն անի մնացած ամեն ինչին։ Չգիտեմ, Սոգոլ, չգիտեմ։ Հովոն ինձ շատ լավություն արելու ես ոչ մի կերպ չեմ հավատում, որ Հովոն այդ զակազը իջեցրել։ Դու լավ մարդ ես, Վազգեն։ Մեծ սիրտ ունես, դրա համար էլ քեզ հարգում եմ, բայց դու ինձնից լավ գիտես, որ այս աշխարհում լավությունն ու վատությունը ոնց որ մեդալի երկու երեսը, հենց որ այսօր քո աղբերը, քո հարազատը վաղը կարող է քո թշնամին դառնա։ Ես ու դու, Վազգեն ջան, պետք է միասին ըլենք, թե չէ վաղը Հովոն երկուսիս էլ այսպես կճզմի։ Բայց ես չեմ կարող հիմա Հովոյի դեմ բաներ ձեռնարկեմ, քանի դեռ համոզված չեմ, որ այս կրակոցների հետևում Հովոն է կանգնած։ Այ Վազգեն ջան, ես ու չեմ ասում Հովոյի դեմ ինչ-որ բան ձեռնարկեն։ Ես ուղղակի ասում եմ մենք պետք է միասին ըլենք, որ Հովոն իմանա, որ մենք միասին ենք։ Որ իմացա, որ մենք միասին ենք, իր համար շատ դժվար կլինի մեր դեմ քյալլա տալը։ Բայց մեկը իմ ու քո ուժերը այնքան չեն, որ կարողանանք Հովոյի դեմ քյալլա տալ։ Չէ, հիմա արդեն այտենց չի։ Հիմա Հովոն շատ մեծ խնդիրներ ունի, շատ մեծ մարդկանց հետ կապված, սկի ինքը խաբար չի։ Հա։ Հա։ Բա դու որտեղից գիտես։ Գիտեմ, Վազգեն ջան, ես շատ բան գիտեմ, շուտով դու էլ կիմանաս։ Համ ինչ ես ասում, այ ախպեր, մենք միասին ենք։ Հա, բայց մի պայմանով։ Ինչ պայման։ Այն ինչ արվելու է, ես ամեն ինչից պետք է տեղյակ եմ, Սոգոլ։ Այն ինչ ձեռնարկվելու է Հովոյի դեմ, ես պետք է իմանամ։ Այ Վազգեն ջան, ինչի է քեզ թվում, որ ես Հովոյի դեմ ինչ-որ բան եմ ուզում ձեռնարկեմ։ Ես դրա դեմ ոչ մի բան չեմ ուզում ձեռնարկեմ։ Եթե ինչ-որ բան էլ ձեռնարկվի, իրար հետ պետք է մտածենք ու դու կիմանաս։ Լավ, համաձայն եմ։ Վազգեն ջան, հələ մենք իրար հետ այնքան գործեր ունենք անելու։ Լովիկ, Հա, շեֆ ջան։ ասա թող սեղան պատրաստեն, ընկերոջս հետ հաց եմ ուտել։ Հա։ Դիտեք հաջորդ սերիայում։ Կարող է պատահի գործ կա, կպնի մի հատ Չինաստան փողվեմ։ Վերցրու։ Ասեցի չեմ ուզում։ Ինչ դու աղջիկ ջան։ Կնյազ, ես վաղը չեմ գնալ գործի, մնալու եմ տունը, որ այդ զոնքաժների հանդիպմանը մասնակցեմ։ Դու էլ տունը կլնես։